Շնորհակալություն, տիկնագիր պարոնայք, այն բանից հետո, երբ ընտրական օրենսգրքի առաջին ընթերցման ժամանակ ես հայտարարեցի, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի մեկ ընդդիմություն եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավակնում է լինել այդ մեկ ընդդիմությունը, այս դահլիճում բավական հաճախ սկսել են հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունենան։ Այս դահլիճից ճիչեր են արձակում, թե բա գիտեք, ոմանք հավակնում են լինել եզակի եւ մեկ ընդդիմություն, այդ ոմանք էլ մենք ենք, մեր քաղաքական ուժի հետ միասին։ Կներեք, բայց ով պետք է հավակնի, դուք պետք է հավակնեք, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ ուսի տված Հայաստանի բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով։ Ընտրակեղծիքներից եք խոսում, ընտրակեղծիքների ամենամեծ դաշնակիցն եք եղել, երկար տարիներ եւ շարունակում եք մնալ։ Այստեղ ելույթներ են հնչում, քաղաքական ուժի ներկայացուցիչը ասում է, գիտեք, ասում է, մենք ավանդական քաղաքական ուժ ենք։ Ավանդական, այնքան ավանդական է այդ քաղաքական ուժը, որ վերջին մի տարվա իրանց ամենահրատապ խնդիրը իրանց անունը փոխելն է, իրանց անունից ազատվելն է։ Ավանդական քաղաքական ուժի տեսեք։ Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, սենց որ շարունակվի կարող անուն ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրանց։ Մի հատ էլ ասում է, ում նկատի ունեն, էլի, մի հատ պետք է հասկանալ։ Ասում է, եկել են ստեղից խոսում են։ Ասում է, հլը հայտնի չի, ընտրական օրենսգիրքը կարդացել են, թե չեն կարդացել։ Ուսա ասում է, մի խմբակցության ներկայացուցիչ, որի անդամները օրը 10 անգամ, ինչ որտեղ գրած, թղթի վրից, դողդողալով, իրանց անհասկանալի բառերով ու բառապաշարով, իրանց վախեցած, իրանց կարդացած բառերից տեղ հարց են տալիս ու ելույթ են ունենում։ Ով որ կարդալուց ու հասկանալուց խոսի, դուք տանձ ու խնձորից խոսեք։ Մի հատ էլ եկել են ասում են, բան չի միասնական չի ընդդիմությունը։ Պաշտոնապես ասում եմ, Սերժ Սարգսյանի վաստակավոր եւ երկարամյա հաճախորդների հետ միասնական լինելու չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու։ Այստեղ կարծում եմ, որ տարընթերցում պետք է չլինի։ Մի հատ էլ մեզ ասում են գործընկերների հասցեին բան է ասում։ Մենք ձեզ ինչ գործընկեր, ձեզ Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանը ու Հովիկ Աբրահամյանը գործընկեր։ Մենք ձեր նման գործընկերներ չենք ունեցել ու չենք էլ ունենալու։ Ասում պայքարենք իշխանության դեմ, այ քեզ բան, ինչի համար պայքարենք, որ արդյունքում 2 հատ նախարարի, 4 հատ փոխնախարարի պորտֆել ստանակ կոնյակի գործարան, հեռուստատեսություն եւ չգիտեմ ինչ։ Գետաբուլա Վալերյան կա չկա այդտեղ։ Հանգստացեք մի հատ։ Հանգստացի մի հատ։ Դահլիճում լռություն։ Ուրեմն ասում եմ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն։ Այդ որ ասում եք ժողովուրդը ամեն ինչ հիշում է, ամեն ինչ գիտեք, ինչ նկատի ունեք։ Այդ մոռացել եք, որ մինչև 2014 թիվը կառավարության անդամ, կոալիցիայի անդամ, բերանները ջուր առած 2 տարի կնոպկա եք սեղմել Տիգրան Սարգսյանի կառավարության համար։ Այդ գիտի ժողովուրդը։ Թե գիտի, որ մարտի 1-ի զոհերի արյունը քաշ փողով տվել եք, քաշ պաշտոններով։ Ուրեմն, ձեր հերթն էլ կգա, թույլցեք։ Հարգելի գործընկերներ։ Դուք լսելու եք, հանգիստ լսեք։ Հիմա, ուրեմն ասում եմ, Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը ձեզ գործընկեր։ Հաջորդը
մի կուսակցություն էլ կա, վերակենում ստեղից ասում, աղանդավորական խմբակները, ու սա ասում է մի կուսակցություն, որի ամբողջ կենսագրությունը մինչև բոլորովին վերջերս եւ գուցե մոտ ապագայում կառուցված է մեկ անձի առավոտյան, միջօրեի եւ երեկոյան պաշտամունքի վրա։ Ու ըստ էության ի՞նչ է տեղի ունենում, ախր չի կարելի էլի, այն առաջին ընթերցման ժամանակ Տիկին Զոհրաբյանը այս ամբյոնից ասում է. մենք գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունները, թե դուք միջև ուր կարաք խոսակ։ Ախր լավ էլ չի ասի, իրիկուն ինքը իր ձեռով զանգում ասում է, Հովիկա Արգամիչը ջղայնացել է, որ ես բամփել բառ եմ օգտագործել։ Խնդրում եմ հանկարծ չհրապարակեք այդ բառերը, խնդրում եմ Հովիկ Արգամիչը ջղայնացել է։ Ուրեմն Տիկին Զոհրաբյան, ես խնդրում եմ, իրականության զգացումը մի կորցրեք, դուք այլևս հայկական ժամանակ թերթի լրագրող չեք, որ խոսքի ազատություն ունենաք կատարյալ, որ ձեր խոսքի ազատությունից զգուշ եղեք, թե չէ հանկարծ էքստազի մեջ մի ինգել, տենց բարեր մի օգտագործեք, որ Հովիկ Աբրամյանն ու Սերժ դադարացրեք այդ բանավեճը։ Ձեզ օգտագործեք։ Դահլիճում բանավեճը դադարացրեք։ Պետք է բառապաշարը ճշտել, որ չափերը բանեք, ախր տենց ոնց կլինի, խախտում եք։ Հաջորդը։ Մեկ ուրիշ խմբակցության ներկայացուցիչ էլ ասում է երգիծանք եւ հումոր եւ ստեղծագործական հաջողություններ է մաղթում։ Ես ասեմ ձեզ, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեծամասնությունում ընդդիմություն կոչվող խմբակցություններում կան այնպիսի անեկդոտային գործիչներ, երևույթներ, կերպարներ, ուրեմն մեր ստեղծագործական հաջողությունը միանշանակ երաշխավորված է, այստեղ նույնիսկ մաղթանքների կարիք չկա, սա միանշանակ երաշխավորված է։ Եվ ես ուզում եմ վերջում վերադառնամ այն թեմային, որ ընտրական օրենսգրքի կոնտեքստում ոչ տենց անսպասելի առաջացավ։ Հռոմի Պապի այցի հետ էր կապված, այստեղ նկատվեց նույնիսկ, որ բոլորը Հռոմի Պապից մեջբերումներ են անում, ինչեր են անում, այո, Հռոմի Պապը ինչ լավն է, Ժորժ ջան, այնց խոսում եք, այս թեմայի հետ քիչ առնչություն ունի, ոնց որ Հայաստանի Հանրապետությունում հոգևոր առաջնորդ չկա։ Ես շատ հարգում եմ Հռոմի Պապին, բայց ես ուզում եմ, որ մենք հիանանք մեր հոգևոր առաջնորդներով։ Ես ուզում եմ, որ մենք մեջբերումներ անենք մեր հոգևոր առաջնորդներից։ Արտասահմանից մեկ հյուր է գալիս, բոլորի հանում են, ասում են, ես ուզում եմ, որ մենք հիանանք մեր երկրի նախագահով, մեր երկրի վարչապետով, մեր երկրի կառավարությամբ, մեր երկրի ազգային ժողովով։ Ու ցավոք սրտի, այո, մեր ժողովուրդը զրկված է այդ մեծ հաճույքից եւ որպես լավատեսական ֆինալ ես կարող եմ ընդամենը հետեւյալը մաղթել, որ մեր ժողովուրդը կարողանա հպարտանալ իր հոգևոր, քաղաքական, տնտեսական առաջնորդներով եւ ես համոզված եմ, որ այս ամենի, այս նպատակին հասնելու համար Հայաստանին հարկավոր է, այո, մեկ եզակի ուժեղ սկզբունքային ընդդիմություն։ Շնորհակալություն ուշադրության եւ անուշադրության համար։